Հայաստանում արդարադատություն իրականացնող գրեթե բոլոր գերատեսչություններում ներկա է արդարադատության աստվածուհի Ֆեմիդայի արձանը։ Ֆեմիդայի փակ աչքերը խորհրդանշում են անկողմնակալությունը։ Կշեռքով ծանր ու թեթև է անում մարդկանց բարի ու չար գործերը, իսկ սուրը խորհրդանշում է արդարադատության հատու ուժը։ Որքանով է անկողմնակալ մեր Ֆեմիդան եւ արդյոք Հայաստանում դեռևս չի գործում համախոհներին ամեն ինչ, հակառակորդներին օրենքներ սկզբունքը։ Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալով. Առաջին, Հայաստանում գործող բոլոր դատավորները առանց բացառության պետք է ենթարկվեն այսպես ասած վեթինգի, այսինքն հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին։ Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար։ 2024 թվականի սկզբին Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարեց. վեթինգը 80%-ով իրականացրել ենք։ Հարցը հետևյալն է, դուք հավատում եք, որ 80%-ով վեթինգը տեղի ունեցել, թե չէ։ 2018 թվականից սկսած ամեն տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լսում են վարչապետի ցանկություններն ու ուղերձները Հայաստանում դատաիրավական համակարգի առողջացման անհրաժեշտության մասին։ Տեսանելի բարեփոխումները արդարադատության իրականացումը վստահելի դարձնելու ուղղությամբ հապաղում են։ Փոխարենն այսօր էլ ընտրովի արդարադատության թեման արդիական է։ Առհասարակ ուժային իրավապահ բլոկը հիմնականում իշխանությունների կողմից ծառայեցվում է ընդդիմադիրներին ճնշելու համար։ Եվ որպես փաստ մեկ օրինակ կբերեմ. Աշոտ Սիմոնյանի գործը։ Խոսքը 2024 թվականի մայիսի 27-ին մի խումբ ոստիկանների կողմից Դաշնակցության Գերագույն մարմնի գրասենյակի մոտից Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Աշոտ Սիմոնյանին բռնությամբ բերման ենթարկելու մասին է։ Լրիվ այլանդակություն, որովհետև բայց լավ գիտեն, որ ԱԺ падգամավոր է, եթե մի հատ այլ ՔՊ-ի падգամավոր եղներ, հաստատ այդպես չէին պահել իրենց։ Ողմակ, այսինքն բացարձակապես ոստիկանության պահվածքի հետ առնչություն չունի։ Այս ամբողջ ինչ որ տեղի է ունենում, սա կոչվում է խուլիգանական խմբի կողմից ոստիկանության համազգեստով անձի նկատմամբ բռնություն։ Այս նույն կարմիր բերետահորները այն ժամանակ, երբ որ Դաշնակցությունը կառավարող կուսակցությունից այսպես չէին պահի իրենց։ Այդ նույն падգամավորի նկատմամբ այդպես չէին պահի, որտեղ արդեն իշխանության կազմում է, իշխանության կառավարող կուսակցությունն է, իսկ հիմա Հասարակական վստահությունը իշխանությունների հանդեպ կախված է արդարադատության արդար ու հավասար կիրառությունից բոլոր քաղաքացիների հանդեպ, անկախ նրանց քաղաքական հայացքներից ու սոցիալական դիրքից։ Երբ կա կասկած, որ իշխանությունը իրավապահ մարմինների մասնակցությամբ իրականացնում է ընտրովի արդարադատություն, վտանգում է հասարակական համերաշխությունը, իսկ կասկածներ կան։ Ինչու որևէ ոստիկանի նկատմամբ մինչև այսօր չի հարուցվել հանրային քրեական հետապնդում։ Ես վստահ եմ, եթե դա լիներ իշխանական որևէ падգամավոր, իհարկե իշխանական падգամավորի վրա խմբով ոստիկանները չէին հարձակվի, ընդամենը րոպեների ընթացքում ծեփելով պատերին, պարկացնելով պոլերին, այդ ոստիկաններին կձերբակալեին, կկալանավորեին եւ այլն եւ այլն։ Ազգային ժողովի падգամավորը բարձրացնում է Հայաստանում ընտրովի արդարադատության խնդիրը։ Ոստիկանները խմբով հարձակվում ու ծեծում են Ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորի, անպատիժ են մնում։ Աշոտ Սիմոնյանի ծեծի գործով որևէ մեղադրանք չկա։ Ոստիկան Գևորգ Մկրտչյանը, որի լիազորությունները կասեցվել էին դաշնակցական падգամավորի ծեծից հետո, վերադարձել է աշխատանքի։ Օրենքն իր ողջ խստությամբ գործում է այն քաղաքացիների հանդեպ, որոնք ոտնձգություն են կատարում իշխանության ներկայացուցիչների դեմ։ Մախա մեջ եք հելնում, դուք այ ապուշ է սրա թողիշտեն։
2024 թվականի ապրիլի 15-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Հակոբ Ասլանյանի ու քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև արձանագրված դեպքից անմիջապես հետո Վարդանյանը ձերբակալվեց։ Այդ փաստերը իրենք իդենտիկ են տարբեր գործերով, բայց դա շատ հաճախ միայն առաջին հայացքից։ Եթե պրոֆեսիոնալ իրավաբանի աչքով նայում ես առանձին դատական ակտերին, շատ հաճախ հենց փաստերի տարբերությունը կարող է հանգեցնել տարբեր դատական ակտեր կայացնելու։ Գուցե, եթե խոսքը քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի մասին չէ։ Սամվել Վարդանյանի ձերբակալությունից հետո սակայն իրադարձությունները տարօրինակ զարգացում ունեցան։ Նույն օրը երեկոյան համապատասխան քննչական գործողություն կատարելուց հետո ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում ձերբակալված Սամվել Վարդանյանին դիմակավորված անձիկ բռնության են ենթարկել։ Ոստիկանները ուղեկցող եղել են 2 հոգի, 1 ուղևոր եւ 1 վարորդ, երկուսն էլ դուրս են եկել բնական կարիքները հոգալու եւ այդ ժամանակ ուրեմն դիմակավորված անձինք անմիջապես մեքենայի դուռը բացել են, իրան հանել, տարել են 10 մետր են կողմ, շոկացել են, սկսել են հարվածներ հասցնել, սեռական բնույթի հայհոյանքներ են հասցրել, ստիպել են, որպեսզի ինքը իր վերաբերյալ սեռական բնույթի հայհոյանքները կրկնի։ Քննչական կոմիտեն Սամվել Վարդանյանին այս գործով ճանաչել է տուժող։ Բնական կարիքների պատրվակով ձերբակալվածին առանց հսկողության թողած ոստիկանները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։ Ընտրովի արդարադատություն ասվածի բուն պատճառը դա անպատժելիությունն այլի։ Այսինքն անպատժելի է համարվում գործողությունը ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Անկախ նրանից այդ գործիչների մենք կարծիքները կիսում ենք թե չենք կիսում, բայց իրավապահ մարմինը չպետք է ղեկավարվի քաղաքական հայացքներով։ Ապրիլի 17-ին քննչական կոմիտեում Վարդանյանին մեղադրանքի առաջադրվել քրեական օրենսգրքի 2 խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն հրահրող հրապարակային խոսքի հոդվածներով։ Բայց երկուսն էլ падգամավոր են, որոնք ունեն անձեռնմխելիություն, այսինքն անձեռնմխելիությունն էլ է ընտրովի նույն կարգավիճակում գտնվող падգամավորների նկատմամբ։ Կախված նրանից, թե ով է իշխանական, ով է ընդդիմադիր։ Քննչական կոմիտեն ըստ վարչապետ Փաշինյանի այսօր մեր երկրի քրեական գործերի 99%-ից ավելին է քննում։ Այսինքն ուղիղ պատասխանատվություն ունի արդարադատության իրականացման որակի համար, սակայն իր կողմից ընտրովի արդարադատություն իրականացնելու դիտարկմանը համաձայն չէ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համար ընդունելի չեն իր կողմից ընտրովի արդարադատություն իրականացնելու առնչությամբ արվող դիտարկումները։ Նման մոտեցում իրականության մեջ չկա։ Ցանկացած քրեական վարույթ ունի իր առանձնահատկությունները եւ որևէ պարագայում չի կարելի համեմատել, զուգահեռներ տանել բացարձակապես տարբեր փաստական հանգամանքներ ունեցող դեպքերի եւ քրեական վարույթների միջև։ Առավել եւս արդարացված մոտեցում չէ նման գնահատականներ տալ վարույթի նյութերին չտիրապետելու պայմաններում։ Քննչական կոմիտեն միակ գերատեսչությունը չէ, որ հերքում է ընտրովի արդարադատության փաստը։ Ձեզ էլի մեղադրում են, որ դուք միևնույն ընդդիմադիրների նկատմամբ եք ավելի սևեռված ընտրովի արդարադատությունը, ընտրովի քրեական գործեր են կարվում։ Մեր մոտ ընտրովի արդարադատություն չկա։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանն իր այս պնդումից ուղիղ մեկ ամիս անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով հրաժարական ներկայացրեց։ Վարչապետի համանման հորդորով աշխատանքից ազատվեցին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը չսպասելով վարչապետի նամակին հայտարարեց ԲԴԽ նախագահությունից ու անդամությունից հրաժարվելու մասին։ Սա նշանակում է, որ իրավապահ համակարգի անկախության մասին արձանագրումները չափազանցություն են, եթե վարչապետի նամակ հորդորով համակարգի պատասխանատուները կարող են հրաժարական տալ առանց հրաժարականի հիմնավորումները ներկայացնելու։ Այդքանով հանդերձ եկեք արձանագրենք, որ ոստիկանապետը վերանշանակվեց։ Սա փաստ է։ Հակակոռուպցիոն կոմիտեի, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարի, դրանց փոփոխությունները պայմանավորված էր, որ իրենք պատշաճ ջանքեր չեն գործադրել, որ իրենց համակարգերի աշխատողների կողմից մարդու իրավունքների նկատմամբ հարգանք լինի, ոչ։ Եթե լիներ, կլսեինք, բայց ոստիկանապետի վերանշանակումը դա հենց գալիս է հիմնավորելու համար, որ ամենևին դա չի հանդիսանում որպես ուղենիշ։ Ոստիկանական համակարգի անմիջական ղեկավարը, ոստիկանապետը, որը նաև փոխնախարարն է ներքին գործերի նախարարության, իշխանության համար համարվում է ընդունելի։
Իսկ ինչ են կարծում հենց իրենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Դե հիմա նայում ես, հա, սրան նրան փնովում են, ինչ ասես ասում են, բայց մեկին չեղա որ դատեն։ Նախքին պաշտոնյաները, մեծ արուսները եւ այլն նրանք արտոնություն իմել ունեն։ Իրենց ես առաջ են տանում միշտ։ Դրա համար հարկավոր է այս մեր աղջիկը որ կա արդարադատության նախարարը պիտի շատ զբաղվի այդ հարցերը կարգավորելու համար։ Ձեր կարծիքով Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ոչ։ 3 օր առաջ հենց առնչվեցինք նման հարցի, որ մեքենան կանգնացրեցինք մեր հետևից Range Rover-ով, 10 տարեկան երեխա մեքենա էր վարում։ Մեզ կանգնացրեցին խախտում անելու համար, մեզ թուգանեցին, խախտել ենք, մուծում ենք։ Բայց հետևից եկողին չկանգնացրեցին, դա մանր հարցեր է իհարկե, բայց օրենքի առաջ չեմ կարծում, դեռ հեռու ենք։ Բոլորը օրենքի առաջ հավասար լինել չեն կարող, դա անհնար բան է։ Դա երբեք չի եղել աղջիկս։ Ոչ մի անգամ։ Ոնց որ կա, իհարկե կա։ Հարցն այն է, թե արդարադատությունը ինչպես է գործում։ Եվ վերջին ժամանակներս ոչինչ, հաճելի է, լավ է, տեսնում ենք, զգում ենք։ Չեմ ասում մարդկանց ենթարկեն ինքնադատաստանի կամ այսպես կոչված վենդետայի կամ չգիտեմ ինչ, բայց նորմալ կարգ ու կանոն ապրում ենք։ Ես չեմ բողոքում կոնկրետ։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, լինի խաղաղություն եւ ապրենք։ Տեսնեմ, որ քայլեր արվում է, միգուցե դանդաղ տեմպերով։ Տեսնեմ երիտասարդ իրավաբանների, ովքեր որ դատավորներ են, դատախազներ են, կարծում եմ իրանք ավելի արդար ու ճիշտ կգնահատեն իրավիճակը։ Բոլոր դեպքերում ավելի շատ իրոք իրավասար են օրենքի առաջ։ Նախկինի համեմատ, բայց եղավ դատավարություններից բանից տենց էլ երևում է։ Օրինակ որ դատավարությունից։ Դե այնքան անշարժ գույք բան, կաշակներ բան հետ են վերադարձել։ Մարդկա օրինակ երեք են MЧS-ի պետին 5 տարի սրոք տվեցին։ Կնշանակի մի գործ անում են։ Ենթադրում եմ, որ առաջ խաղացում կա։ Իսկ ձեր կարծիքով։ Դե համարա ես քաղաքականությունով այդքան կարծիքին է։ Չեմ կարա, որովհետև չգիտեմ արդարություն կա թե չկա։ Քաղաքացու հարցին պատասխանելուց առաջ կարևոր է հասկանալ մեկ այլ հարցադրման պատասխանը։ Չէ՞ որ Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի,